Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել վերազգային խոհանոցը մարզ առ մարզ։ Այսօր մենք ներկայացնելու ենք Արագածոտնի մարզի կերակրատեսակներից եւ այդ գործում ինձ այսօր օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ավագ վարպետ Աննա Մաթեոսյանը։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Լավ ես։ Լավ եմ։ Որ լավ ես, ուրեմն պիտի սպասենք, այո, պիտի սպասենք, ակնկալենք մի լավ կերակրատեսակի։ Բաղադրիչները կան, մեր հեռուստադիտողին խնդրում եմ զեկուցենք, ինչ ենք պատրաստելու։ Արագածոտնի շրջանից եւս մեկ հետաքրքիր կերակուր ենք նախապատրաստել, կոչվում է Արագածոտնի խաշնտուր։ Արագածոտնի խաշնտուր։ Տեսնում եմ գարան միս, լոլիկ, ալյուր, թթու խնձոր կանաչ, գլուխսող, չիր թթվաշնորից եւ շաքարավազ։ Եվ շաքարավազ, եւ լավ տրամադրություն։ Դա միշտ մեզ հետ է։ Գնացինք խաշնտուր կերակրատեսակի ջերմային մշակումը ենթադրում է խաշվել եւ շոկեով, եւ մի քիչ հեղուկով, կիսահեղուկով, չէ՞։ Այո։ Գնացինք առաջ ինչն ես նախատեսել ինձ վստահել։ Այս անգամ միսը։ Միշտ սոխն ենք վստահում, այս անգամ սոխը ես կկտրատեմ, իսկ դուք միսը բաժնեկտորների կկտրեք եւ կշոկեհարեք։ Նշենք, որ ոչ մի յուղով կամ ինչ-որ բանով չենք անելու, որովհետեւ դմակ կա վրան եւ դյուրամարս է համարվում գարան միսը, այսինքն շատ բարձր ջերմություն հարկավոր չէ, որպեսզի նրա ճարպը հալչի, որովհետեւ դյուրամարսությունը կախված է ճարպի հալչելու հետ։ Ինչքան այն մոտ է մարդու մարմնի ջերմաստիճանի ճարպը հալչելու աստիճանը, այնքան դյուրամարս է համարվում միսը։ Հետևաբար գարան միսը մեր սննդակարգում մարսողության առումով երրորդ տեղն է զբաղեցնում եւ բավականին շուտ է հարճում ճարպը։ Դրա համար մենք ավելորդ յուղ չենք օգտագործի, հենց ինքն Երրորդ տեղն արդեն մրցանակակիր է ուրեմն։ Այո։ Բրոնզ է։ Կտանք բրոնզը, եթե բրոնզ։ Ես այդ ընթացքում կկտրատեմ մանր սոխը։ Մի քիչ տաքացրել եմ կաթսան։ Շատ ավելի լավ։ Որովհետև բացի յուղը մենք պետք է չմոռանանք նաև, որ պետք է կեղևապատենք, որպեսզի սննդային արժեքի կորուստ չունենանք։ Աննա, իսկ աղը սկզբից թե չէ որ աղը նույնպես հյութը նպաստում է նրան, որպեսզի հյութը դուրս գա եւ իր հյութի մեջ շոկեհարվի։ Դրա համար աղը կարող ենք հենց սկզբից էլ ավելացնել։ Գոնե մի քիչ, չէ։ Այո։ Միսը կեղևապատվելուց հետո ավելացնելու ենք, երբ որ միսը արդեն մոտավորապես 30-ից 40% եփվածություն ունենա, այո, ավելացնելու ենք սոխը եւ շարունակենք պատրաստել սոխի հետ միասին։ Հիանալի լոտուս ապրանքանիշը մեզ օգնում է աղի հարցով, աղը ավելացրինք, կափարիչը ծածկեցինք եւ միջին ուժգնության կրակով իր հյութի մեջ, այսինքն դեռ ոչինչ չենք ավելացնում մենք։ Իր հյութով շատ կարեւոր է որ կափարիչը լավ ծածկի, այսինքն գոլորշին շրջանառվի իր մեջ։ Ինչ եք կարծում, այսքան սոխը բավական է թե եւս։ Ես կարծում եմ բավական է։ Լոլիկը ես խնդրել էի, մտածում էի, որ ավանդական ձևով, չէ, կլպենք, մաքրենք կեղևից։ Այո, կերացող ջուր ունենք մենք այդտեղ։ Դա նորից կերացնենք, 2 վայրկյան։ Ընդհանրապես անհրաժեշտ է կտրված կանել այս հատվածում, աննշան, որպեսզի հեշտ կարողանանք կլպել։ Սա այսպես, սոխը ավելացնելու ենք, ինչպես նշեցի, 30-40% եփվածություն ունենալուց հետո եւ հիմա անհրաժեշտ է կեղևից մաքրել խնձորը։ Նշեմ, որ հենց կանաչ խնձոր պետք է վերցնենք, երևի թթվաշության հետ է կապված։ Կանաչ թթվաշոտ, այո։ Օգտագործելու ենք նաեւ թթու չիր։ Խնձորի հետ միասին ենք ավելացնելու թթու չիրը, սոխառացի ոսկեգույն երանգ ունենալուց հետո աշտարակի դեղին սալորի չիրը։ Ջուրը արդեն եռած։ Ջուրը եռած, այո։ Հիմա լոլիկները այսպես լցնեմ, հա։ Լցրեք։
Հաշվենք մինչև 60-ը։ Մեզ համարյա վերջում է հարկավոր լինելու լոլիկը։ Սոխը ավելացնելուց հետո մինչև ոսկեգույն երանգ պետք է ստանանք։ Ոսկեգույն երանգը ստանալուց հետո ավելացնելու ենք խնձորը, չիրը եւ շարունակելու ենք պատրաստել այնքան, մինչև խնձորը փափկի։ Խնձորը հենց փափկեց, մենք վերցնելու ենք խնձորից մի մաս, խյուս ենք պատրաստել եւ նորից հետ ենք լցնելու կերակուրի վրա։ Կարծեմ, եթե կարիք է լինում, կարող ենք նաեւ ջուր, չէ՞, դնել ինչ-որ։ Այո, եթե կախված է մսից, եթե միսը մի քիչ տարիքով է լինում եւ նրանից ջուր քիչ է դուրս գալիս, հետեւաբար մի փոքր անհրաժեշտ է լինելու ջուր ավելացնել, բայց եթե երիտասարդ կենթանին երիտասարդ է, միսը լավն է, նրանից ջուր է դուրս գալիս եւ արդեն հավելյալ ջրի կարիք չկա։ Երբ որ իջեցրինք ջերմաշճանը, արդեն նորից ջուր թողեց ինքը իրենից, այնպես որ դեռ շոկ է հարման, շոկ է խաշման պրոցեսի մեջ է միսը, սոխի հետ միասին։ Խմորը մեզ մոտ արդեն պատրաստ է։ Կարող ենք թողնել, որ հանգստանա։ Ունենք գեղեցիկ ոսկեգույն երանգը, կարող ենք արդեն ավելացնել խնձորը։ Շատ հետաքրքիր համ է ունենալ այս կերակուրը, կարծես ամեն ինչ դասակարգված լինի, որովհետև օգտագործում ենք եւ թթվաշ, չիր եւ խնձոր եւ շաքարավազ ենք անելու։ Այսքանի հետ միասին։ Չիրն ենք։ Այո, չիրն ու խնձորը միասին ենք դնում։ Թթվաշ, չիրը թթվաշ է, եւ Չիրը կանաչ խնձորը թթվաշ է։ թթվաշ։ Այո։ Եվ հիմա նաեւ ավելացնելու ենք շաքարավազ այս պահին ու թողնելու ենք, որ միասին պատրաստվեն այնքան ժամանակ, մինչև խնձորը կփափկի։ Մենք սպասենք 10-15 րոպե, հետո կմիանանք, կտեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ, լավ։ Աննա ջան, արդեն, ահա, այստեղ տեսնում ենք, որ արդեն խնձորը պատրաստ է, փափկել է, հյութը կա։ Խնձորից մի փոքր մաս վերցնում ենք հիմա, տրորում եւ նորից հետ ենք լցնում կաթսայի մեջ։ Եթե գառան միսը փափկել է, մեզ մոտ արդեն պատրաստ է։ Ջուր ավելացնելու կարիք չկա։ Եթե մի փոքր կոպիտ է, կարող ենք ավելացնել ջուր եւ հասցնել պատրաստի վիճակի, քանի որ մեզ վերջում պատրաստի ժամանակ մի փոքր հյութով պետք է կերակուրը մատուցենք։ Այստեղ խնձորը տրորում են, կեսը։ Ես կարծում եմ, այո, մի քիչ ջուր չէր խանգարի։ Ես այս ընթացքում կտրում եմ լոլիկը, խոշոր կտորների է հարկավոր լոլիկը կտրատել եւ ասեմ, որ լոլիկը նույնպես հյութ է տալու կերակուրին, այնպես որ ջուրը շատ չլցնեք, Չչարաշահենք։ չարաշահեք, որպեսզի կերակուրը իր տեսքը ունենա։ Եվ ինչպես նշեցինք, նաեւ կանաչի է մեզ հարկավոր լինելու սամիտ եւ կանաչ սոխ։ Խնձորի հյութը կամ սոուսը կամ պյուրեն, այսպես լցրեցինք։ Լոլիկն էլ դնենք, միջև դու։ Այո, լոլիկը կարող եք դնել, կանաչիները մենք խոշոր ենք կտրատելու։ Շատ մանրացնել հարկավոր չէ։ Կանաչիները խոշոր, հիմա ալուրը խմորը ունենք, վերցնենք խաշնդուրի համար նախատեսված։ Իսկ ինչքան ջերմաշճան, որքան ջերմաշճան պիտի լիներ։ Քանի որ մենք մտահոգվելու խնդիր չունենք, որպեսզի մեջի կերակուրները պատրաստ լինեն, մեզ այստեղ միայն խմորի պատրաստ լինելն է հարկավոր, այսինքն կարող ենք բարձր ջերմաստիճան դնել, հենց խմորը կարմրեց, արդեն մատուցել։ Ես արդեն։ Շատ լավ։ Եվ ձեզ տամ ափսեն, որի մեջ պետք է տեղափոխեք կերակուրը, քերեղանը։
քերեղանները լայնաբերան կավի ափսեներն են։ Խմորը հենց պատրաստ լինի, խնդրում եմ։ Դուք արդեն կարող եք տեղափոխել։ Մինչև բաղադրիչները համաչափ տեղափոխեք քերեղանի մեջ, խմորը պատրաստ կլինի։ Շատ լավ։ Այնուհետև տեղափոխում ենք, ինչպես նշեցինք, քերեղանի մեջ։ Խոշոր կտրատված կանաչ սոխ եւ սամիտ։ Ձեթ։ Սա այսպես։ Քունջուտ։ Անել է արդեն։ Մինչև խմորի կարմրելն ենք սպասում։ Շատ լավ, ապրես դու։ Բարեկամներ, արդեն անցավ այդքան ժամանակը, որքան որ հարկավոր էր կարմրելու համար։ Մոտավորապես 7-ից 8 րոպե մեզ 7-ից 8 րոպե, պահանջվեց այո, մեզանից, որ խմորը կարմրի։ Հաճելը կարմրելա, ունենք 30 վայրկյան, բայց մի կարևոր բան, հենց մատուցելու ենք իր Հենց քերեղանով ենք մատուցելու փակ վիճակում, որովհետև չբացեն, տեսնեն։ հյուրերի մենք կարող ենք բացել, բայց եթե պատրաստում ենք երակրատեսակ, որպեսզի մատուցենք հյուրերին, հյուրերի ներկայությամբ պետք է բացենք, որպեսզի այդ բուրմունքը միանգամից, այո, տարածվի ամբողջ տնով մեկ։ Շատ լավ։ Ահա 10 9 8 Այսպես արագածոտնի խաշնտուր ուզում ես դանակով բանալի մի կողմից բովվել է նույնիսկ քունջութը Շուտ պինդ խմորեր պետք է որ հեշտ դուրս գան Այսպես Այո Շրանքներն էլ կարող են հենց մեջ թափվել, ավելի համեղ կլինի Եվ հենց հյուրերի մոտ այսպես բացում ենք ու արագ փախնում սրահից Սրահից փախնում, որովհետև շատ վտանգավոր է, չէ՞։ Բարեկամներ, նկարագրելը շատ դժվար է, անկեղծ ասեմ, որովհետև այնտեղ կա խնձոր, կա սալոր, կա գարան, յուրահատուկ միս, յուրահատուկ համով, եւ վերջում կանացողը եւ Սամիթը յուրահատուկ համն ու հոտն են տվել, այո, կերակուրին։ Ինչ ասելիք ունես մեր հեռուստադիտողներին։ Մեր երիտասարդ խոհարարներին կցանկանամ, որպեսզի ինչու՞ չէ, նաև գան այստեղ իրենց տաղանդը ցույց տան, մենք բոլորս այստեղ հավաքվել ենք նրա համար, որպեսզի ինչ որ չափով օգնենք, որ մեր կերակրատեսակները ավելի շատ ճանաչում ունենան եւ այո, եւ դրանում մեզ պետք է օգնեն երիտասարդ խոհարարները եւ կցանկանամ, որ գան այստեղ միասին ձեզ հետ միասին պատրաստեն այսպիսի կերակուրներ եւ տարածեն ինչու ոչ մեր ավանդականի վրա նորը կառուցեն, որովհետեւ դա միտք է եւ պիտի միտքը զարգանա։ Ապրես դու հարգելի երիտասարդ խոհարարներ, այս հարթակը ձեզ համար է։ Եվ մենք պատրաստ ենք ընդունել ձեզ, նույնիսկ օգնել նյութերով, բայց
դուք էլ օգնեք ձեր մտքով հանուն մեր խոհանոցի, հանուն մեր ազգային խոհանոցի զարգացման։ Ձեր անունից եւս մենք անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ այս երիտասարդ խոհարարին։ Շնորհակալություն, ապրես դուք, կեցցես։ Ձեզ եմ շնորհակալ ձեր տրված հնարավորության համար, որ մենք կարող ենք օգտվել այս հրաշք բաղադրատոմսերից։ Արագածոտնի խաշնտուր Գարան միս 2 կիլոգրամ, կանաչ խնձոր 400 գրամ, դեղին թթվաշ սալորաչիր 80 գրամ, գլուխ սոխ 200 գրամ, լոլիկ 800 գրամ, ալյուր 200 գրամ, աղ 16 գրամ, սամիտ 20 գրամ, կանաչ սոխ 20 գրամ, չոր ուրց 8 գրամ, չոր ամբողջական կծու պղպեղ 4 հատ, շաքարավազ 60 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, պատրաստեցինք արագածոտնի խաշնտուր, պատրաստեցինք մեծ պատասխանատվությամբ եւ ստացանք այս կերակրատեսակը։ Կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ խորհուրդ տալ հետը ճաշակելու կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինի։ Եվ այսպես բարեկամներ առողջ լինենք ու երջանիկ ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։